Հանրային Ընթերցանությունը իբրև ժամանց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեծ արագությամբ զիջում է իր դիրքերը ժամանցի մնացած ավելի հասանելի եւ ավելի քիչ ճիգ պահանջող ձևերին, ինչպիսին հեռուստատեսությունը, ինտերնետն են տալիս, այսինքն տեքստը իբրև սպառման արդյունք իր տեղը զիջում է ավելի ինտուիտիվ, ավելի բնազդային, ավելի նախաստեղծ ձևերի գրաֆիկական, ձայնային եւ այլն։ Իսկ կրթական առումով
այն պարտադրված նախակրթական համակարգերը եթե թողնենք մի կողմ, ավելի ինքնակրթությունը եւ ավելի մասնագիտական կայացման անհրաժեշտությունը, դա արդեն կախված է երկրի հասարակական ընդհանուր վիճակից։ Եթե ինտելեկտը որպես հանրային արժեք չի խրախուսվում, այսինքն առաջընթացի, կարիերայի աճի եւ այլն հնարավորություն են ոչ թե այն մարդիկ, ովքեր մասնագիտական լավ կայացվածություն ունեն եւ անդադ աշխատում են իրենց վրա, այլ այն մարդիկ, ովքեր այլ աջակցություն ունեն ծանոթների, բարեկամների եւ այլն եւ կոռուպցիոն այլ միջոցների, այդ դեպքում այդ համակարգը խզում է, այսինքն մարդու մոտիվացիան որպես ինքն իր վրա աշխատելու, արդյունքում նաեւ ընթերցելու եւ գրականություն, գրքեր գնելու, սպառելու խզվում է։ Եվ մյուս ամենակարևոր գործոնը ընթերցանությունը իբրև հանրային մշակույթ։ Այ մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք գիրք եւ գրականություն պաշտող ազգ ենք, բայց մյուս կողմից դրան զուգորդում ենք սովետական միության ժամանակ զուտ ձևական հավաքվող գրադարանների փաստը եւ ներկայումս ուղղակի գրեթե բացակայությունը, այսինքն երբ որ երեխան կարող է տեսնել, որ տանը ասենք իր ծնողները գիրք են կարդում եւ ինքը այդ մշակույթը այն փոքր հասակից արդեն իր մեջ ձևավորվի։ Կարծում եք դա այդ տեսարանը հիմա ավելի քիչ է պատահում, հա, մեր ընտանիքներում։ Այո, ոչ միայն այն պատճառով, որ մեր ծնողները չեն գնահատում դրա կարևորությունը, նաեւ ժամանակի բացակայության, ժամանակակից կյանքը շատ արագ է դարձել եւ զուտ սոցիալական հարցեր լուծելու համար մարդիկ երբեմն ստիպված են մի քանի տեղ աշխատել եւ այլն եւ այլն։ Եվ այդ պատճառով է, որ գրականության հանրայնացումը, այս տերմինը մենք ասում ենք մի քիչ պայմանական գործածելով, արդյոք այդ պատճառով է, որ գրականության հանրայնացման խնդիրը դառնում է մի տեսակ ուրախնդիր։ Թե գրականությունը ինքն իրեն խմորվող, ապրվող մի process է, որի ունեն մեր անկումները, վերելքները եւ ինքն է իր հունը գտնում, թե դա պետք է առաջնորդել, չգիտեմ, հասցնել պիկին կամ ինչ որ ձևով պետք է դա կազմակերպել։ Այո, պետք է կազմակերպել, եթե նայենք շատ նեղ ժամանակակից գրականության տեսանկյունից, ապա ժամանակակից գրականությունը մի կենթանի գործընթաց է, որը անպայման պահանջում է ընթերցողի մասնակցությունը, որտեղ շատ հաճախ այն հանրային դիսկուրսի դաշտ է ստեղծում, շատ հաճախ այն նոր լեզվամտածողության հնարավորություն է տալիս այն մարդուն, ով որ ապրում է այստեղ եւ հիմա այդ նույն գրականությունը ստեղծող գրողի հետ։ Իսկ դա հենց այնպես չէ, տեքստը մարդկային մեր քաղաքակրթության այդ կենսագործունեության ամենաբարձրալ դրսևորումն է, ի տարբերություն մնացած ձևերի, եւ հենց այդ տեքստի սպառումը, որը արտահայտում է հենց այդ ժամանակի ընկալման, մարդու ինքն իր ապրած կյանքը, զգացողությունները, ինքն իր համար ձևակերպելու այդ անհրաժեշտությունը, պլյուս հասարակական դիսկուրսի դաշտը շատ կարևոր է, որպեսզի ժամանակակից գրականությունը իրոք լինի հանրային ուշադրության կենտրոնում, շատ քննարկվի, շատ ընթերցվի, շատ քննադատվի նույնիսկ, որովհետև դա նաև փորձարարության մի հսկա դաշտ է եւ ի վերջո հանրային քննադատության ռեցենզիայի արդյունքում է այս կամ այն գրական ուղղությունը կամ կայանում կամ հրաժեշտ տալիս, այո, այն որ շատ հաճախ պաթետիկ կերպով ասում են սերունդները կգնահատեն կամ ժամանակը իրեն կասի, այդ ժամանակ վերացական հասկացողությունը հենց այն է, որ մարդիկ ուղղակի կարդում են եւ որոշ բաներ դիմանում են ժամանակի փորձության եւ որոշ բաներ չեն դիմանում ժամանակի փորձության։ Դուք որպես գրանիշ գրական ակումբի հիմնադիր կարող եք ասել, որ վերջին շրջանում հաջողվել է ձեզ այդ 3 կոմպոնենտներից ասված վերջինի այդ գրական մթնոլորտի կայացումը ապահովել, ձևավորել։ Ես նկատել եմ, որ վերջին տարիներին ժամանակակից գրողները մի տեսակ նպատակային լավ իմաստով իհարկե պատերազմի են դուրս եկել են կարծրատիպի դեմ, որ ժամանակակից գրականություն չեն կարդում, որ ընդհանրապես երիտասարդներն ու ժամանակակից սերունդը տեղյակ չէ գրողներից, եւ իմ տպավորությամբ շատ մեծ բան են փոխել գրական միջավայրում եւ հանրության մեջ։ Այո, շատ ճիշտ նկատառում եք անում։ Մի քանի տարի արդեն իսկ գործում է գրանիշ կայքը, որը արդեն իսկ ամփոփում է առնվազն 120 հայ ժամանակակից հեղինակների անուն եւ միայն այդ կարծրատիպը, որ կար մի քանի տարի առաջ, որ մենք չունենք ժամանակակից գրականություն, լավ գրողներ եւ այլն, հենց միայն այդ հանգամանքով կարելի է կոտրել։ Ուղղակի մարդկանց ասում ես, այս հղումը կարդում են եւ հաստատ առնվազն մի քանի հեղինակ եւ գործեր կգտնեն, որոնք հոգեհարազատ են իրենց, որովհետեւ բազմազանությունը ահավոր մեծ է ժամանակակից հայ գրականության մեջ, ասելիքի, թեմաների եւ ասելիքի ձևի առումով շատ մեծ է։ Եվ մենք իրոք ունենք հրաշալի գրականություն եւ գրողներ։
Ժամանակակից գրականությունը կենթանի գործընթաց է, շատ ավելի փորձարարական, քան հիմնավոր, եւ հենց դրանով է հետաքրքիր, եւ հենց դրանով է գայթակղիչ նաեւ այստեղ եւ հիմա ապրող մարդու համար։ Ճիշտ է, մենք կարողացանք շատ բան փոխել հենց հանրային ուշադրության առումով եւ նաեւ լրատվամիջոցներում գրականության անդրադարձների թվաքանակի աճի առումով եւ այդ բովանդակության առումով, սակայն մեծ առումով որևէ բան չի փոխվել, որովհետեւ եթե նայենք թե ինչ քանակների մասին է խոսքը, ասենք եթե առաջ վաճառվում էր 10 գիրք, հիմա վաճառվում է 150 գիրք, աճ կա տասնյակ անգամ նախորդ ցուցանիշի, բայց իրականում 150 գիրք վաճառելով ոչ դաշտն է կայանում, ոչ գրողն է կարողանում որպես պրոֆեսիոնալ վաստակել դրանով, ոչ հրատարակիչն է կարողանում նորմալ եկամուտ ունենալ եւ ելի վերաֆինանսավորել իր գրական քարոզչությունը, այսպես ասած գրականության։ Կարեն, ինչ չի կարծում, որ պատճառներից մեկը մեկուսացումն է, ինչ նկատի ունեմ։ Ստացվում է, որ գրողներն իրենք եւ գրական դաշտի մարդիկ ամեն ճիգ գործադրում են, բայց իրենց ուրիշ աջակցություններ են պետք։ Օրինակ, վերադառնանք կրթական միջավայրին։ Եթե անջրպետ կա կրթության եւ գրականության աշխարհի միջեւ, ինչպես է հնարավոր կազմակերպել այդ գործընթացը։ Ես ուզում եմ մեջբերել բոլորովին վերջերս, ընդամենը 1 օր առաջ, մեր գրող լրագրող Վահրամ Մարտիրոսյանի հոդվածը, որը կոչվում է Կիրակ Նորյան օթեր եւ որը տպագրվել է Լրագիր.am կայքում, այնտեղ նա հարց էր բարձրացնում, հիշելով ցավալի դեպքը, մենք օրեր առաջ հրաժեշտ տվեցինք մեր լավագույն գրողներից մեկին, Լևոն Խեչոյանին, այդ բոթը ցնցեց ամբողջ համացանցը մեզ բոլորիս, մենք այնքան մեծ գրող ունեինք մեր կողքին եւ իր հրաժեշտով մենք հասկացանք, որ մեծագույն գրողի հետ շփվելու հնարավորությունը մենք կորցրել ենք եւ շատ ճիշտ նկատառում կար Վահրամ Մարտիրոսյանի հոդվածում, ուզում եմ ընթերցել այս փոքրիկ մի հատվածը, եթե գոյություն ունի անկախ պետություն, համալսարան բարձր անունը կրող բուհերը պետք է հերթ կանգնեին Լևոն Խեչոյանին հրավիրելու համար, հումանիտար բաժիններում հատուկ դասընթացներ վարելու, տեխնիկականներում հանդիպումների, նրանից քաղելու համար մեր ինքնության, լեզվի, պատմության իր պատկերացումները։ Սա օրինակներից մեկն է։ Եթե գրողը չի մտնում կրթական հաստատություն, եթե երկրի ուսանողը նրան հարցեր չի տալիս, էլ իհարկե լավագույն արդյունքը պիտի լինի 150 գիրք սպառելը։ Ճիշտ նկատառումներ է արել Վահրամը, բայց դրան փորձեմ հակադարձել, օրինակ Լևոն Խեչյանը նախընտրում էր փակ կյանքը, ինքը մինիմալ էր հասրել բոլոր շփումները։ Բայց չեմ կարծում, որ ուսանողների հետ նա չուզենար հանդիպել։ Բայց մյուս կողմից նաև այդ օրինակ Գրիգոր Պլծյանը, էլի շատ տաղանդավոր մարդ, հաճախ գալիս է Հայաստան եւ շատ մասնավոր փոքր ակումբների եւ մասնավոր մարդկանց ձեռնարկով ունենում է փակ դասախոսություններ, որոնց 3 ժամ բերանդ բաց լսում ես ուղակի, ասում ես մարդը Ֆրանսիայի լավագույն համալսարաններից մեկում դասախոսում է, ինչպիսի պատիվ պիտի լիներ մեզ համար համալսարաններով այդպես կազմակերպել նրա դասախոսությունները, որտեղ իրոք հարստություն է այն ուսանողի համար, ով որ պատիվ կունենա լսել նրան, ցավոք այդ գործը չի աշխատում։ Օրինակ մեզ շատ հաճախ հրավիրում են այբ ավագ դպրոցից, հրավիրում են Մխիթար Սեբաստացի, դրանք շատ լավ աշխատող մոդելներ են, որը կարող են վերցնել մնացած ավագ դպրոց։ Որոշ ուսումնարաններից ի դեպ էլի դասախոսների նախաձեռնությամբ, որոնք Facebook-ում տեսել են, ասենք մենք գնում ենք ինչ-որ հանդիպումների, այդպիսի հանդիպումների արդյունքում առնվազն 5, 10, 20 երիտասարդներ մեծ հետաքրքրությամբ են լսվում գրականության հանդեպ, սկսում են կարդալ, հետևել, դրանցից 5-ը առնվազն կդառնան շատ կայուն ընթերցողներ ապագայում։ Շատ կարևոր է այդ սպառումը։ Եթե մենք հեռուստատեսությամբ չենք կարողանում ապահովել գրականության հանրայնացման այդպիսի բարձր մակարդակ, ապա գոնե այտենց կենթանի շփման առումով ֆակուլտետներում, նույնիսկ բանասիրական ֆակուլտետներում գրողների հանդիպումներ 1000-ից 1 են կազմակերպվում։ Հիշելով իմ ուսանողության տարիները բանասիրության ֆակուլտետում կարող եմ հաստատել, հիմա չգիտեմ ինչպես է, երբեմն ծայրահեղության է, բայց նաև վերածվում այդ գրականության հանրայնացման խնդիրը։ Տեսեք, Երևանում շրջելիս արդեն վաղուց կարելի է նկատել գովազդային պաստառներ, ասենք նույն Լևոն Խեչյանի նկարն է եւ կողքին գրված կամ Արմեն Օհանյանը, մեր մնացած ժամանակակից գրողները, կարդալը նորաձև է կարգախոսով։ Ինձ որպես ընթերցող, անկեղծ ասած, դա մի քիչ վիրավորում է, որովհետեւ իսկ ինչը առաջ նորաձև չէր նախ, այդ նորաձև բառի հետ իհարկե ի սկզբանե համաձայն չեմ, բայց ինչու հիմա հանկարծ դարձել կարդալը նորաձև եւ ով է ասում, որ դա մի ոլորտ է, որը պետք է նորաձևության հետ ասոցացնել։ Այո, դուք միակը չեք, որ քննադատում է անտարես հրատարակության այդ ձեռնարկը, բայց մի անգամ էլ եմ անդրադարձել, էլի ասեմ, նախ ինչով է յուրահատուկ, որ այդ ձեռնարկը միակն է երևի ես նոր անկախ պատմության շրջանում,
անում, որ գրականության ուղակի գրքերի եւ ընթերցանության գովազդ է անում մասնավոր ընկերություն, այսինքն փող է ծախսում դրա համար, ոչ քիչ։ Երկրորդը ամեն մի գովազդային արշավ ուղղված է կոնկրետ սպառման լսարանի համար։ Այդ դեպքում այդ գովազդային արշավը ուղղված է այն մարդկանց, ովքեր այսպես ասած հետևում են նորաձևությանը, տենդենսներին, տրենդներին, նորաձև պետք է նորաձև մի սերունդ, որը դրա համար է կարդում Լևոն Խեչոյանին, օրինակ։ Իհարկե ոչ, բայց Լևոն Խեչոյանի առնվազն մեկ գիրքը կամ նույնիսկ մեկ պատմվածքը հաղթահարած մարդը արդեն իսկ դառնում է ուրիշ մարդ, այսինքն ինքը արդեն պատրաստվում է որպես ընթերցող։ Ես ասում եմ, որ դա հավանաբար հրատարակչի հուսահատ Հա, ես ճիշտն ասած դրա մեջ հուսահատություն եմ տեսնում։ Այո, դա մեր բոլորիս հուսահատությունն է։ Այո, մեր բոլորիս հուսահատությունն է։ Վերջերս Կարեն Facebook-ում ձեր նախաձեռնությամբ բանաստեղծության ֆլեշմոբ էր հայտարարված եւ ամբողջ Facebook-ը մարդիկ, որոնք բանաստեղծություն են սիրում, գրականություն են սիրում, ձեր պատվերով, ձեր նախաձեռնությամբ բանաստեղծություններ էին տեղադրում իրենց պատերին։ Արդյոք դա ինչ-որ նպատակ ուներ։ Ինչպես ամեն մի ֆլեշմոբ, իհարկե սա էլ մի նպատակ ուներ եւ այդ նպատակը ուղղակի մարդկանց շատ հաճախ նույնիսկ այն մարդիկ, ովքեր շատ ընթերցասեր են, ուղղակի գործերի ընթացքով տարված մոռանում են ժամանակ առ ժամանակ ընթերցել, վերընթերցել, ինչ-որ բան կիսվել իրենց ընկերների հետ գրքի, գրականության, պոեզիայի մասին, դա ուղղակի այդպիսի մի վերալիցքավորում էր, այսպես ասած, եւ ահագին մեծ արձագանք ստացավ, ինչպես ասացիք, բազմապատկվեց մեծ երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ, բանաստեղծություններ կիսող այդ օգտատերերի քանակը շատ հաճելի էր իհարկե, մենք որպես գրականությամբ զբաղվող մարդիկ մեզ հաճելի էր իհարկե տեսնել այդ քանակությունը։ Մի քիչ քննության նման էր, դուք ուզում եք մի հատ ճշտել ընդհանրապես բանաստեղծություն ընթերցող մարդկանց։ Ես հիմնականում 98%-ով, այսպես ասած, պատվիրում էի ժամանակակից հեղինակներին եւ հատկապես այն մարդկանց, ովքեր իրոք ճանաչման կարիք ունեն, նաեւ շատ լավ կլներ որ նրանց ճանաչեին եւ շատ ընթերցողներից արձագանքներ ստացա, որ շնորհակալ են իրենցից այսինչ հեղինակին բացահայտելու համար, շատ հաճելի էր ինձ այդ ամեն ինչը։ Ձեր պատվերով, այսպես ասած, ֆլեշմոբը շարունակենք Վերնատանը եւ ինչ կուզենայիք, որ մենք Վերնատանը ձեր եւ ձեր ընթերցողների համար ընթերցեինք։ Գուցե հենց ձեր բանաստեղծություններից։ Մի քիչ մեծամիտ կլներ իմ կողմից իմ բանաստեղծություններից պատվիրել։ Ես առաջարկեցի։ Տեսեք։ Կուզեի, որ որևէ բանաստեղծություն կարդայիք Աննա Դավթյանի Գիրք շնորհակալության գրքից։ Եվ երևի թե դա առիթ կլինի, որ մենք հետո Աննային հրավիրենք Վերնատուն։ Այո։ Վերնատանի եթերում Աննա Դավթյանի ստեղծագործություններից։ Բարակությունների ու լիքությունների միջով եկողն եմ, վայրի կակաչի պես բարակ, նրա սերմի պես լիքը, ծածանվելու տեղ եմ փնտրում ամպերի ու սակավության մեջ, ապրում եմ իմ խոնարհությունը, ապրում եմ իմ ուժը, պատահական չեն դրանք։ Բարակությունը, այդ ձեռքբերվածը, որ ունեմ որպես կամավոր հանգրվան, մերձ լինելու ինձ ավելի, եւ առավել մերձ մեկ այլ բանի, այս աշխարհի ափսոսանքը որպես հազար ձևով ունեցածի եւ ուրիշ աշխարհի գլորվելը դեպի ինձ, որի թափը պահել է պետք, պատահական չեն դրանք։ Սպասելու այդ ձիրքը, մանր մակույկներով նավարկելու եղեգների տակ թաքնված հոծ ջրերով ներսի եւ մեծամեծ նավեր չգցելու ճամփա առանց քարտեզ դեպի բացություններ եւ այդ հապաղումը թրջուն, պատահական չեն դրանք եւ սիրելու ձևը լույսի միջով։ Հիշեցնեմ սիրելի ունկնդիրներ, որ այսօր գրականության հանրայնացման խնդիրների շուրջ ես զրուցում էի Գրանիշ գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ։ Ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։